Նախ Նիկոլ Փաշինյանը ինքն է հայտարարել, որ խաղաղության պայմանագիրը չի երաշխավորելու, չի բերելու խաղաղություն։ Ինքն է հայտարարել այդ մասին։ Ես հիշում եմ նույնիսկ երբ որ Տավուշ էր գնում եւ սա Տավուշի սահմանագծման գործընթացների էին նախապատրաստում քաղաքացիներին, սահմանազատման, սահմանագծման, տավուշցիները նրան ասում էին, մեզ զենք տվեք, մենք պաշտպանենք մեր տունը, մեր հողը, մեր օջախը եւ այլն։ Նա ասում էր, ոնց ասում էր, դուք այստեղ պաշտպանեք, հոկտեմբերյանի կողմից Թուրքիան կմտնի։ Ես դա հիշում եմ։ Ինքը հայտարարել է, որ որևէ թուղթ չի երաշխավորելու, ինչպես ասում են բոլորը, նման խաղաղության պայմանագրեր կնքվել են տարբեր երկրներում եւ չեն պաշտպանվել։ Ալիևը բազմիցս հայտարարել է նույնիսկ Արցախի կործանումից, ոչնչացումից հետո, հանձնումից հետո, Ալիևը հայտարարել է, որ միջազգային իրավունքը ոչինչ է այլևս եւ ինքը որոշեց ուժով, ուժի ճանապարհով հարցը լուծել, այսինքն Ալիևը չի ապավինում որևէ փաստաթղթի, որևէ բանի։ Այս պահի դրությամբ կա որևէ բան, որ Ալիևը հայտարարել է եւ չի հասել իր նպատակին։ Կարծես թե չկա։ Հետևաբար, երբ որ նա ասում է պայմաններից մեկը մինչև դուք չանեք, ադրբեջանցիները չգան ապրեն այստեղ, ստացվում է Հայաստանի մեջ մի պետություն է ստեղծվում, չէ՞, ադրբեջանական, այդպես չի լինում։ Այո, եթե Հայաստանի տարածքում ինքնավարությունը մի ստեղծվում իր ուժային կառույցներով, իր ամեն ինչով, հա, ընդ որում քանակը 300,000-ից ավելին են արդեն ասում, 300,000-ից ավելի ադրբեջանցիների մասին են խոսում։ Հիմա ըստ էության բոլոր պահանջները կատարվել է, կա որևէ պահանջ, որ չի կատարվել։ Սա չի կարող լինել Ադրբեջանի կողմից զուտ ռետորաբանություն, այնպես չէ՞։ Տեսեք, ինչքանով ես եմ Ադրբեջանի քաղաքականությունների նպատակները հասկանում, այս բոլոր պահանջները կամ նույնիսկ Հայաստանի տարածքում, այո, դուք ճիշտ եք, Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի տարածքում ստեղծել փաստացի գոնե, եթե ոչ իրավական առումով, ինքնավար ադրբեջանական հանրապետություն, մոտավորապես Նախիջևանի ինքնավար հանրապետություն, բայց Հայաստանի տարածքում եւ բնակեցված ադրբեջանցիներով։ Եվ չմոռանանք նաեւ Սյունիքի արտատարածքային միջանցքի պահանջը։ Այստեղ հիշենք Նախիջևանին հետո ինչ արեց, ղեկավար պաշտոնները վերացրեց ու միացրեց, չէ՞ այդպես։ Այո։ Նույն ճանապարհն է լինելու, ինչ Նախիջևանով արեց։ Բայց այս բոլորի նպատակը իմ գնահատմամբ ամեն ինչ անելն է, որպեսզի Հայաստանը լինի շատ թույլ, կամ եթե ավելի քաղաքագիտական տերմինաբանությամբ ասենք, Հայաստանը լինի ոչ կենսունակ պետություն, եւ հիմա կարող է հարց առաջանալ, իսկ ինչու է Ադրբեջանը ցանկանում Հայաստանը դարձնել կամ Հայաստանը մշտապես պահել ոչ կենսունակ պետության վիճակում։ Իմ գնահատմամբ ադրբեջանցիները որոշել են, որ միակ ռեալ աշխատող երաշխիքը, որ Հայաստանը երբեք չի կարող փորձել հետ բերել գոնե կորուստների մի մասը, այն կորուստների, որ Հայաստանը ունեցել է 2020-2023 թվականներին, միակ աշխատող երաշխիքը դա Հայաստանի թույլ եւ ոչ կենսունակ պետություն լինելն է։ Նորից եմ ասում, միակ երաշխիքը, որ Հայաստանը երբևէ չի փորձի գոնե մասնակիորեն հետ բերել այն, ինչ կորցրել է 2020-2023 թվականներին, դա Հայաստանը թույլ եւ ոչ կենսունակ պետություն դարձնելն է եւ այդ կարգավիճակում պահելը հնարավորինս երկար, իսկ ցանկալի ընդմիշտ։ Դե գոնե ընդմիշտ ասենք տասնամյակների ընթացքում։ Եվ այս բոլոր պահանջները, որտեղ տեսեք, եթե դիցուկ պատկերացնենք, որ Հայաստանը ասում է շատ լավ, արտատարածքային միջանցք եք ուզում Սյունիքով, լավ դրան էլ եմ համաձայն, վերջապես եկեք այս թուղթը ստորագրենք, պատերազմի վտանգը գնա եւ այլն, բայց բոլորս ենք հասկանում, որ եթե Հայաստանի տարածքով բացվում է արտատարածքային միջանցք, դա լրջագույն հարված է մեր պետության կենսունակությանը։ Եվ եթե իհարկե Հայաստանի տարածքում ստեղծվում է ինքնավար ադրբեջանական միավոր, այն էլ օտարերկրյա ռազմական ուժերի տեղակայմամբ, որպեսզի ապահովեն նրանց անվտանգությունը, հասկանալ է, որ ընդհանրապես պետք է մոռանանք Հայաստանի կենսունակ պետություն լինելու մասին։ Այսինքն այս ամենը միջոցներ են հասնելու գերնպատակին։ Հայաստանը պետք է լինի ոչ կենսունակ պետություն, որտեղ դա է միակ երաշխիքը, որ հայերը երբեք այլևս Ադրբեջանի համար խնդիր չեն ստեղծի։ Ընդ որում սա ես կասեի ռազմավարական նշանակություն ունի, որտեղ տեսեք կա մի ուղղություն եւ Հայաստանում եւս կան փորձագետներ կամ նույնիսկ միջին վիճակագրական քաղաքացիներ, ովքեր ասում են լավ, մենք արդեն 30 տարուց ավելի պատերազմում ենք, սկզբում մենք հաղթեցինք 90-ականներին, հետո 2020-2023 թվականին Ադրբեջանը հաղթեց, լավ, միթե հնարավոր չէ դուրս գալ այս արատավոր շրջանից, երբ որ լինում է պատերազմ, ինչ որ մեկը հաղթում է, մեկը պարտվում է, հետո որոշ ժամանակ անց հաղթողը սկսում է թուլանալ, պարտվողը ուժեղանալ, պարտվողն է հարձակվում եւ դերերը փոխվում են եւ այսպես այս շրջապտույտը կարող է տևել տարիներ, տասնամյակներ, շատն են ասում, որ փորձենք դուրս գալ այս շրջապտույտից, այսինքն Հայաստանը համակերպի այն բոլոր կորուստների հետ, որ ունեցել է 2020-2023 թվականներին,
Ադրբեջանն էլ համակերպի, որ լինելու է Հայաստանի Հանրապետությունի այսօրվա Չի լինում, տարածքով։ դա եմ ասում, Այո, Ադրբեջանի պահանջները շատանում բայց են։ ամբողջ խնդիրը նա է, որ ես հիմա չեմ ուզում փիլիսոփական քննարկումների մեջ մտնել, ընդհանրապես այս գաղափարը տեսականորեն կարող է աշխատել թե ոչ, բայց այս գաղափարը չի կարող աշխատել, քանի դեռ մենք ունենք այնպիսի Ադրբեջան, ինչպիսին ունենք, որտեղ Ադրբեջանը երբեք դրան չի համաձայնվի, որ շատ լավ, Հայաստանը մոռանում է Արցախը, եկեք սկսենք նորմալ ապրել, ունենանք առևտրատնտեսական հարաբերություններ, եկեք մեկս մյուսի զարգացնենք, որպեսզի ունենանք զարգացած Հարավային Կովկաս։ Սա գուցե շատ լավ է հնչում թղթի վրա, եւ իդեպ նաեւ շատ եվրոպացի փորձագետներ, դիվանագետներ անդադ նույն բանն են ասում, որ լավ, ինչու դուք չեք կարող, ախր Ֆրանսիան եւ Գերմանիան հարյուրավոր տարիներ իրար մորթում էին, բայց տեսեք 1945 թվականից հետո ստեղծվեց Եվրամիություն եւ այժմ խնդիրներ չկան, ինչու հայեր եւ ադրբեջանցիները չեն կարողանել այնպես ինչպես ֆրանսիացիները եւ գերմանացիները։ Ես իդեպ երկու բան եմ ասում առաջին, նախ այնինչ եղավ Գերմանիայում կամ գերմանացիների հետ, հնարավոր եղավ Գերմանիայի տոտալ ոչնչացումից եւ կապիտուլյացիայից հետո։ Բացատրի Գերմանիան որպես պետություն ոչնչացվեց, նրա տարածքը օկուպացվեց, երկար տարիներ դե յուրե օկուպացիայի տակ էր եւ մինչեւ հիմա Գերմանիայում 10,000-ավոր ամերիկյան զորքեր կան եւ Միացյալ Նահանգներն է, որ գրել է Գերմանիայի հիմնական օրենքները սահմանադրությունը։ Այո, եթե հայ-ադրբեջանական պատերազմը վերջանար այնպես, որ հայկական զորքերը հայտնվեին Բաքվում եւ օրինականաբար 10 տարի Բաքվում գտնվեր հայկական օկուպացիայի տակ, հետո էլ Երևանում մշակեին Ադրբեջանի սահմանադրությունը եւ օրենքները, գուցեև մենք էլ Հայաստանն ու Ադրբեջանը դառնային ինչ-որ նոր Ֆրանսիա եւ Գերմանիա։ Սակայն այդ ամենը չի եղել, հետեւաբար նույնիսկ եթե տեսականորեն այս հնարավորությունը կա, այսինքն դուրս գալ այս արատավոր շրջանից եւ ստեղծել ինչ-որ հարավկովկասյան տարածաշրջան, որը ինչ որտեղ նման կլինի Եվրոպական միությանը, քանի դեռ մենք ունենք այնպիսի Ադրբեջան, ինչպիսին ունենք, իսկ ոչ մի նշույլ անգամ չկա, որ Ադրբեջանը ինչ-որ չափով փոխվում է, որտեղ այնտեղ նույն քարոզչությունն է, նույն բարքերն են, նույն մտածելակերպն են եւ ամենակարևորը նույն մարդիկ են վերջին 30 տարում եւ ամենայն հավանականությամբ կլինեն նաեւ առաջիկա տարիներին, եթե ոչ տասնյակ տարիներին։ Նախագահ Ալիևը 7 տարի ժամկետով վերընտրվեց ընդամենը անցյալ տարի եւ շատ հնարավոր է, որ եւս մեկ անգամ վերընտրվի 7 տարի ժամկետով 2031-ին, իսկ դա արդեն նշանակում է 2038 թվական, որից հետո կարող է վերընտրվել իր տղան, կամ եթե տղայի հետ կապված ինչ-ինչ խնդիրներ կան, կնոջ բարեկամներից որևէ մեկը, այսինքն այս գործընթացը կարող է շարունակվել մինչեւ 21-րդ դարի երկրորդ կես, այսինքն նույնիսկ ավելին, քան մեր բոլորի ենթադրյալ կյանքի ժամանակահատվածն է։ Հետեւաբար սա ցույց է տալիս, որ այդ բոլոր ցանկությունները կամ հաշվարկները, որոնք թղթի վրա իրոք շատ հաճելի են հնչում, այո, եկեք դուրս գանք առատավոր շրջանից, վերջապես եկեք ինչպես մի շարք ժողովուրդներ, օրինակ նույն ֆրանսիացիներն ու գերմանացիները հաղթահարենք այս ճշտամությունը եւ Հարավային Կովկասը դարձնենք երկրորդ եվրոպական միություն, կամ եկեք բոլորս միասին դառնանք ժողովրդավար, իսկ հետո մտնենք եվրոպական միություն եւ այդ դեպքում ընդհանրապես սահմանների խնդիր չի լինի, որտեղ Եվրոպայի ներսում սահմաններ չկան, մարդիկ ազատ երթևեկում են, աշխատում են այնտեղ, որտեղ ցանկանում են։ Այդ բոլորը լավ է հնչում թղթի վրա, բայց վախենամ հարավկովկասյան իրականության հետ կապ չունի եւ չի ունենա առնվազն տասնամյակներ եւս։ Հետեւաբար մենք պետք է նրանից ելնենք, որ այս կամ այն պատճառով Ադրբեջանը ամեն ինչ անելու է, որպեսզի Հայաստանը լինի ոչ կենսունակ պետություն, այսինքն հույս ունենալ, որ զիջումներով, ինչ-ինչ քայլերով կամ զիջումների մասին ակնարկներով կամ այսպես ասենք ադրբեջանական նարատիվների արդարացման փորձերով հնարավոր կլինի այս շղթան կոտրել եւ Ադրբեջանում կասեն լավ, արդեն բավական է ինչքան ճնշեցինք խեղճ հայերին, հիմա եկեք նորմալ զարգանանք, ապրենք եւ իրոք ինչու չի կարող Հարավային Կովկասը լինել երկրորդ Բենիլյուքս, ինչպես օրինակ Բելգիան, Հոլանդիան եւ Լյուքսեմբուրգն է։ Այդ բոլոր հաշվարկները, իսկ ես չեմ բացառում, որովհետեւ հաշվարկներ եղել են կամ կան, այդ հաշվարկները ցավոք իրականությունից հեռու են։ Ըստ այդմ, իսկ որն է իրականությունը, ինչքան էլ դա դաժան է հնչում, իրականությունն է, որ մենք դեռ շատ երկար ժամանակ ունենալու ենք հարևան, հանդինս Ադրբեջանի, որը ամեն ինչ անելու է, որպեսզի Հայաստանը լինի ոչ կենսունակ պետություն, այսինքն մեր հաշվարկները, այդ թվում թե Ադրբեջանի նկատմամբ, թե այլ պետությունների հետ մեր հարաբերությունները, որպես մեկնագետ պետք է ունենանք սա, ոչ թե այն հույսը, որ շատ մոտ ապագայում այս արատավոր շղթան կճեղքվի եւ ասենք 2035 թվականին հայերն ու ադրբեջանցիները կլինեն նույն կարգավիճակում, ինչ որ Լյուքսեմբուրգն ու Հայաստանը կհայաթափվի։